այսպես բացեմ, մեզ մոտ արդեն կեսօր է, ես գնում եմ աշխատանքից տուն, այսօր գրեթե կլինի 1 ամիս, որ հիմնականում եւ ավել։ Հիմնականում Արթուրն է ինձ աշխատանքից գալիս տուն բերում։ Այսօր ասած գործեր ունի, չի կարող հետաձգել, մենակս այս անգամ պետք է տուն վերադառնամ։ Խնդրեցի ամեն դեպքում զգուշությունը լավ բան է, խնդրեցի ընկերուց, որ հանկարծ կուշանամ, թող ինքը երեխաներին դպրոցից վերցնի, այստեղ այդպես է թույլատրություն ես ներկայացնում, տվյալ մարդու անձնագրի սերիան, անուն, ազգանունը, հետո նոր տալիս են կապչունի, հա, որ այսպես դեմքով ճանաչում են տվյալ մարդը իմ ընկերուհին է, իր երեխաները նույնպես հաճախում են դպրոց, դա կապ չունի, եթե պետք է վերցնեն, անպայման պետք է անձնագիրը ու անուն ազգանունը, ես որ նշած լինեմ։ Այդպես ելն է, ինչ է ուզում ասել, խնդրեցի ընկերուց, ասացի տես, եթե կուշանամ, դու կվերցնես, կտանես անգլերենի, հետո ես կհասնեմ, կվերցնեմ, որպեսզի մաման դուրս չգա Երիկի հետ մեկել։ Այսպես սրտատրոփ, բայց սպասում եմ ավտոբուսին, մեկը գալիս է անց 45, մյուսը գալիս է օրինակ երևի անց 15։ Եթե գալիս է անց 15 ուշանում, եթե գալիս է անց 45-ը, անգամ անց 50 եթե կգա, ապա ժամանակին տեղ եմ հասնում, դեռ տուն եմ գնում, հետո նոր գնում երեխաների հետևից։ Հիմա սպասում եմ, տեսնեմ որը կգա ու ոնց կգա, բավոր լինում է գալիս է ու այնքան մարդ է լինում, որ չի կանգնում, այդ դեպքում պետքա սպասես 1 ժամ, սովորաբար տաքսի եմ պատվիրում կամ Արթուրն է գալիս իմ ետևից, այլ տարբերակ չի լինում այդ դեպքում։ Ինչևէ սիրելիներս, հիմա այստեղ իմ համար նստած եմ, առավոտյան գնում եմ աշխատանք։ Փողոցային հատվածը, հա։ Գնում եմ աշխատանքի, մեկ էլ ականջակալներով եմ, ու լսում եմ ինչ-որ մեքենայի ձայն է գալիս, մտածեցի կարող է Արթուրն է, ու սովորաբար ոչ պտտվում եմ, ոչ էլ այդպեսի դեպքերում, ձեռքս էլ տուփ է, այնպես չէ, հա, որ մի խոսքով սիրելիներս, գնում եմ, մեկ էլ նորից նկատեցի, չէ, լսվում է, հա, այս ուրիշի ձայնը, ասում եմ Տեր Աստված, լավ, հələ պտտվում, գուցե ծանոթ մարդ է, պտտվում եմ, տեսնում սպիտակ մեծ ֆուրգոնետա է ու ես ձեռքով է անում, թե արի, ասում եմ այսինքն, սենց ասացի, ես իմ ճանապարհով եմ, չէ, սենց զարմացած նայեցի, ասում եմ արի, ասում եմ սենց ջղայնացած դեմքով ու սուսփուր շարունակեց ճանապարհը, ես մտածեցի միգուցե գնում եմ աշխատանքի ուղղությամբ, ծանոթ մեկն է ու ես այսպես մարդու ոնց որ կոպտեցի, հա, հայացքով, բայց նկատեցի, չէ, ինքը շարունակում է ուղիղ ճանապարհը։ Մեկ այդպիսի դետեկտիվ հաղորդումներ եմ նայում, պատկերացրեցի ինձ այդ դերում, իսկապես ելնես կան մարդիկ, որ այսպես մանավանդ եթե փողոցով քայլելիս ես լինում, դե այս տարբերակում տարբերակ չկա, ճանապարհս աշխատանքի գնալու այդպես է։ Շատ դեպքերում այդպես մարդկանց առևանգում են, մանավանդ դրսում։ Ու այսպես անհայտ ուղղությամբ մարդիկ կորչում են շատ դեպքերում, Աստված մի արած է գտնում են մահացած, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հիմա ասացի այնքան նայել այդ դետեկտիվ հաղորդումները, հիմա իմ երևակայության մեջ արդեն ես դա եմ պատկերացնում։ Ոչ ապակիներ ուներ այդ ֆուրգոնետան, մեքենան մեծ, ոչ մի բան։ Մի խոսքով շատ հիմա ոչ ոքի վստահել չի կարելի, ես մեկ ասում եմ ինքս մեզ վստահել չի կարելի ու թե մնաց անծանոթներին։ Այդպես ելն է, տեսնես մտածում ոման տեսնես ինչ արել, այսօր Երիկը պարապունք ուներ, ես մտածում եմ մի քիչ շուտ կգնամ, իրար հետ գոնե սուրճ կխմենք, նոր տանից սուրճ կամ թե պետք չեմ էլ հասցնում միշտ այդպես եթե մտածում սուրճ պետք է խմենք, պետք է իրենց տանը գամ, հետո նոր սրճենք, ձեզ հետ զրուցեցի, օրը սկսեցի վլոգից, հիմա մամայի հետ մի հատ կզանգեմ, կխոսեմ, կզգուշացնեմ, որ ուշանալու եմ, սովորաբար արդեն այս ժամին տանն եմ լինում, որովհետև հեռու չի, հա, եթե մեքենայով ես լինում, խցանումներ չկա, ապա 5-10 րոպեում հասնում ես տեղ։ Էդ էլ այդպես ելնես, դե ինչ,
այս պահին այսքանով ընդհատեմ, հետո ընթացքում նույնիսկ կգամ կմիանամ ձեզ, այդ թե որ կետից որտեղ ու ինչ ժամանակում չեմ կարող ասել, բայց կմիանամ անպայման։ Ոչ երնցվեց աշկերից մեջ։ Սիրինես, բախտս բերեց ու ես հասա տուն։ Ժամանակ ունեմ, այսինքն դեռ ժամը 3-ը չկա։ Գնամ տուն, հաց կուտենք, սուրճը կպատրաստեմ, աղջիկներին կտանեմ, բարապունքի դպրոցից կվերցնեմ, հետո կգանք կսրճենք։ Մաման ասում է Հայրիկ այսօր այնքան չար է, բայց բարապունքի տեղը խելոք է եղել։ Դպրոցի դասատուին էլ հեսա ճանապարհին կտեսնեմ, կհարցնեմ։ Այդպես, այնքան լավ արևոտ եղանակ է, չեք պատկերացնի, որ արև է լինում, քո տրամադրությունն էլ է բարձրանում։ Այնպես որ գնացինք առաջ։ Աղջիկն ես Արտուրին պատմում եմ գլխիս եկածը, ասում է համարները ֆիքսեիր։ Մտքումս ասում է տնաշեն համարները որտեղից ֆիքսեիր, վախեցած իմ համարը արագ գնում էի։ Ու հիշեցի ուզում եմ ասայի ոչ ֆիքսեմ, ու չեմ խոյ ոչ մտել։ Հիշում եք չէ այն գումարի պատմությունը։ Այդպես էլ որ բողոք գրեցի, մինչ անցել է արդեն տարի ու կես, ոչ ինչ ասած չգտան, բանկը իրենց պահեց այդ գումարը ու այդպես 350 թե ավել գումարը նվիրատվություն արեցինք, չգիտեմ ում, հետո բանկին չակերտավոր գալիս կանգնում եմ, գալիս եմ, էլի գալիս է ես շենքի մոտ, որտեղ որ մենք առաջ մնում ենք ռեֆլեքսորեն եկել ես փողոցով, որ ներսի փողոցով պետք է գայի, բայց ռեֆլեքսորեն այսպես եմ գալիս։ Դեռ չեմ սովորել, որ մեր արդեն շենքի մյուս ծայրում է։ Սայետյան, դու գործ չունես, դու ռոսա վերդ է, ասա տնանք պապայդ հետ ինչ ենք անելու։ Կե, նո, տելեֆոնը, նո։ Մա, ես որ ստեղից ստեղ պարանը դնի, այսենց, ստեղից 3 հատ սենց ես մի պատը դնի, դու թեկությամբ ես ասում։ Հա։ Եսում թեկությամբ կանի, այսինքն են մեր սենյակի պատուհանին գնա։ Ստեղի։ Հա, են վերևի հարևանի նման, հա։ Հա, պոշնի։ Դետի կլինի երևի 2 հատ, որտև տեն շատ նեղ կստացվի, մա։ Արմինկա նեղ կստացվի կյանք։ Հետո կասի շորե չի չորանում, սրտով։ Թող 2 հատ անի կյանք։ Ես քո թորը կնում է կյանքում, զանգոկը։ Բեր, Էրիկ, դամ է մակինիտը։ Քո սրտին։ Բա իմ սրտին, մենակ Էրիկի սրտին է մերնում։ Հայ։ Աղջիկներս, Էրիկին ամեն ինչ կարելի է, բայց հենց մի բան ես այնպես չեմ անում, վերջ, ընկնում եմ պատերազմի մեջ, Արմինկա, մա ես Ռեհանը Հայաստանից, հա? Երեխաներին տարա պարապունքի, մամիկ կես ժամ ժամանակ ունենք, մի հատ մամայի հետ կոֆե խմենք, մի քիչ դեսից տնից խոսանք, խոսալն էլ Արտուրն է, ծուրացել է, չի անում գործերը, որ շուտ վերջացնի, Բահարանի մի կտորն էլ է եկել, հուսանք, որ կհավաքի, Հայլին էլ է եկել, 3 Հայլին էլ է մնացել, այս կոշիկի Բահարանից էլ ինչ-որ մի հատված չկա, բայց իր մեջից հենց չկա, ասաց պետք է գնալ Լերոյ Մերլին, բողոք գրի, որ լավ է, որ 2 դարակները կա, 1 ընդհանուրը կա, այն մեկը բաց է, բայց ոչինչ, գոնե կոշիկները հավաքված են արդեն։ Գնանք սրճենք,
Դուք էլ մեր հետ, հետո էլի գանք միանանք իրար։ Ահա սուրճս գնաց, հեսա կփախչի ինձանից։ Չեմ սիրում, որ սերը շատ է բարձրանում, մի տեսակ համը փոխում է ինձ համար։ Աղջիկներս, այս խոհանոցը որ բաց է, դուրս չկա։ Ինչ խոսում եմ, լսվում է։ Հիմա Արմինկայից պետքա բան ասեմ։ Ասում եմ Արմինկա, քեզի շատ թե քիչ, այսինքն մեծ բաժակով, թե փոքր, ասում եմ քիչ, ճնշումից է վախենում, որ կբարձրանա։ Մամա, այս դեսկաֆեինադոյա չի բարձրանա, մամա, կոֆեինը հանած է, մի մտածի։ Այսօր նվեր ենք ստացել։ Հայրից մեկն է նվիրել, ինքն է պատրաստել հայկական չիրը։ Ծիրան է ու ոնց որ թե սալոր է։ Գնացինք սրճեն, գնացինք քիչ խոսամ։ Մաման կասես ինչքան խոսացիր, հա Արմինկա կասես։ Արմուշ եկա։ Այ տես հասնում եմ տեղ, աման, սերա, աման, ինչ եք մտածում, ոչինչ, հալալ կեսը ձերը կլիմում, մտածեք, մի մտածեք, աման, ես երախ են անտրաման։ Արմինկա, դու ես առաջինը քնելու, թե Երիկը, ոնց որ երկուսովդ իրար հետ։ Մամա տարբերակ չկա, չէ, ինչ հոգոց էլ հանեցիր։ Ահա, դու կարևոր իրար հետ լավ է, այդ մնացածը հեչ։ Կանգորա, չվիտը, բայց ավեշատ են բարձրն ես գնում այդիկը։ Ասվի մի կանգար միչև մեր դպրոցից տեղ։ Չէ, օրինակ ես որ կայլասկով իրա հետ գնացել եմ դեպեվը, շնչս կտրում, հետև էլ որ ես գնում գործի, այդ ճանապարհը մա դիք է, դու սխալ ես գնում, դու ես մեր տան մոտով գնա գոնե։ Տան մոտով եմ գնում։ Ոնց ես գալիս, սենց, այս օֆիսների մոտ, այն մեր 5 տան դիմացով, բայց գիտեմ դու այն ավտոբուսը, որ գնում այդ ճանապարհով ես գնում, բայց դե հեռու այլի այման։ Մենք մի կետ ժամային ասում ես ավաղ տերասուր ես ասա Երիկի, էդ ոնց ես ասել։ Բայց են այնուային 2 ժամը գոնե մի քիչ էլի կարասնց նստես։ Այդե, ստայդադ ես։ Զոքնում եմ առևտուր եմ անում։ Ինչ տամ կյանքս, քեզ ինչ հյուրասիրեմ, ազիր ջան, ան խնդրեմ։ Ան տեսնայ, մարմելադ, այդ արա չտապեր է, ճաշը տես չի անանարին է ջան։ Զորան աստի, Շաղաղվելա կորսերի մեջ։ Պաստորեն մտածում ես պես այդ մասին։ Այն մտքիտ մեջ էլ աղկարակ բանեն ես ասում, չէ։ Ինչ իրական այն եմ ասում։ Հա, բայց հենց կարսա տուն չան, այս երկուսը պիտի անի չան։ Չի ասել այսօր կգա հայլին կկախի մամա, որ ասել է ուրեմն կանի, որ։ Ասում ես հայլին, մամ, ասում Երեխեք հալին տենում ենք, տեսեք որտեղից է ծրել, մի չէ վերևը, որ ուզում ենք մի բան տանել, հայլին չունենք, միակ հայլին է, պետք է բարձրանանք աթոռի վրա, որ անասրա մեկը մեզի դրսից տենակ ասի, ես ինչ են անում։ Այս հայլոլաման որ պետք է կախի շատ լավ կլինի։ Չհա ջե։ Հա բայց դու էլ ես, այդ ժամանակ բաչին ասում բարձր է արդոր։ Այս դրան մաքել ես, համեն Այս դրան հավասար պիտի լիներ, մա։ Ինքը արդեն իրա գործողություն անել։ Դելա վերևա դրեմ, որ Երիկը չկոտրի։ Չեմ հանդիսանում, ոնց թոքսարկում։ Հա, տենց ասում են, բայց երկուսի մեջտեղում ես եմ ընկնում, ինչ իրան պետքա, որ պետքա Արտուրին ասի, ինձ ասում, Արտուրին էլ ինչ-որ պետքա մամային ասի, ինձ ասում արանքում, կրվախնձորը ես եմ լինում, տենց է դա տենց չի։ Արմինկա։ Համարի իհետ Հայաստան։ Ոչ, մենք էլ ենք աղջիկներս մեզ չի թողնում, ինքը արդեն գնում է, մեզ էլ չի թողնում, ասում մամա, ամառը մենք էլ ենք գալու քո հետ, ասում է չէ, դու Երիկի հետ կարած գնաց, ասում է ինքնաթիռը պտտվելու է հետ գա մամա հաստատ,
Թեպետ սենց որ նայում եմ, դուք լավ էլ խելոք եք իրար։ Դժվար։ Բայց երիկի ջես եթե կատա, լուրջ ասամ, ես երիկի դժգոհ չեմ եղել գնալ ուզում եմ։ Չէ, բայց խելոք ա մնացենք ինքնաթռի մեջ էր։ Այն ուղղակի որ գիշերը քնեց ամբողջ։ Մենակ Հայաստան գնալուց արդեն այդ խեղճեղին քունն ա։ Որտեվ քնում ա։ Աման չի թողնում որ ցույց տամ, ասում չես երևում, մի 1/4 մասը տա երևում մամա ջան, մի անհանգստացի։ Բայց դու զարմանալի է, որ Էրիկը սենց խելոք մնացել է։ Քեզ շատ կսիրե դրա համար Արմինե, շատ կսիրե։ Տեսեք մաման ինձ սիրուն վարակույր է գնել, թեպետ երկար էր էլի, կտրեցի, չգիտեմ, մի փոքր անհավասար է, մի փոքր երկար ու կարճ է ստացվել, բայց ոչինչ։ Բայց կարծում եմ, որ սա շատ սիրուն է ու ավելի սիրուն սազում է խոհանոցի հետ։ Այս հատվածը կարևոր է փակել, իսկ այստեղ արդեն Արտուրը կարճ է դրել։ Դժվար, որովհետև կահույքը չի թողնի, որ միջև վերջ գնա, հետո համել գազաջախին մոտ է, մի փոքր վտանգավոր է առումով, բայց ասեք, որ սա շատ սիրուն է։ Գրեք տեսնեմ, ձեզ դուր եկավ, թե ոչ։ Այստեղ էլ հավի փապ կամիս ենք դուրս բերել, ուզում եի ասեի գնամ տապակեմ, տեսնեմ ժամը արդեն անց 16 է։ Մասա արա կհամեմեմ, կգնամ կգամ ու կտապակեմ։ Ուրեմն այստեղ սա մի հատ դուրս բերենք տոփի միջի։ Հա? Ոչ մի բան, ասում հալը պետք է հիվանդանոցում մնա։ Այն ժամանակ։ Ասում հալը բան չի ուտում։ Տենց էլի, որ ուտում էլա քիչ։ Կարմիր բիբար եմ դնում։ Սև բիբար, ալյուր ու վերջ։ Տեղից այստեղ արդեն փապկամիսը բարակ կտրատված է։ Սա ալյուրը դնենք։ Այսպես սև պղպեղ շատ կծուկ չլինի, աղ, սև պղպեղ Կրիստինան սիրում է, որ մի փոքր կանաչ ենք դնում։ Դնեմ թող մտածի, որ այդպես է պատրաստել եմ։ Այ ֆոկուսը կորել է։ Դուք էլ չեք ասում սիրունից, որ ֆոկուսը կորել է։ Մի քիչ էլ կարի, շատ քիչ։ Ահա։ Վերջ։ Հիմա սա խառնենք, հապկամսերը թաթախենք մեջը։ Թողնեմ 10 րոպե համենվի, մինչև ես կվազեմ երեխաների հետևից ու կգամ տուն։ Աղը մորացանք, աղը չենք գրել։ Աղներ, մաման էլ հնկա զավար է պատրաստել։
Մի աղցանել կանենք այսօր էլ այդպես։ Վերսիերն ես։ Արագարական եմ, որովհետև եթե ուշանում եմ, Կրիստինան ընդեղ անհամբեր սպասում է, առաջինը պետք է ասում է ես։ Ասում է հենց դուրը բացեն, մամա, ես դուրս գամ, տեսնեմ, որ դու այդտեղ ես։ Սա դեն չեմ նետի, կգնամ, կգամ մի հատ էլ կթաթախեմ, որտեղ միջև այդ վստահ եմ, որ համեմունքները ներծծվելու եմ, կգնամ, կգամ, նորից մի հատ կթաթախեմ, տապակելուց առաջ, մեկ, այսպես երկուս, գոնե այսպես Կրիստինան ուտում է, թե չէ միս ընդհանրապես ուտելը Կրիստինայի մոտ շատ դժվար է ստացվում ու շատ քիչ է ուտում, Վիկտորիան ոչինչ էլի, եթե սիրած բաները լինում է, ուտում է հավեսով, իսկ Կրիստինան ոչ, այսպես կասի, հա, ես կուտեմ, բայց կպատրաստես 1-2 հատ կծմծի ու վերջ, սի 2, սի 3, ասել 4, Մամի հա ժամ կասես, դիմացի են ժամացույցին նայ, վայ, մնաց վերջինը, վերջ, բարևի մոծակ, ոնց ես, ես մոծակին վերցրել եմ, Hola, Marva, ¿vas parque? ¿Vas al parque? ¿Vas al...? Ah, vale. Venga. Ven, vamos. Cuidado. Զգուշ։ Ես մոծակին անգլերենից վերցրեցինք, հիմա էլ գնում ենք այգի, Վիկտորիան արդեն այգում է, դասընկերուհու մաման է վերցրել, նույն կենտրոնն են հաճախում, բայց տարբեր դասարաններ են, մեծ ու փոքր։ Սիրելիներս, պատրաստել եմ աղցան, կաղամբ, գազար, թարմ սող սխտոր, բուլղարական պղպեղ կարմիր, համեմունքներից ավելացրել եմ չորացրած աջիկա, կարմիր պղպեղ, սև պղպեղ, այդ բոլորը ճաշակի, 2 ճաշի գթալ թարմ կիտրոնի հյութ, 2 ատամիկ սխտոր և հիմա վերջում ձիթայուղ, այս ամենը կխառնենք, եթե ցանկանում եք կարող եք կանաչին թարմ ավելացնել, ինձ մոտ չորացրած սամիթ է, այս ամենը կխառնենք, կթողնենք 20 րոպե համեմվի և արդեն ճաշի հետ պատրաստ կլինի։ Աղջիկներս, ինձ մոտ էստեղ աղցանը արդեն պատրաստ է, բավականաչափ համերն իրարով են անցել, վերջ արդեն պատրաստ է մատուցելու համեղ, պարզ, վիտամիններով հարուստ ու արագ պատրաստվող աղցան։ Այստեղ էլ Արտուրը արդեն տուն է եկել, մեզ միտք է բերել, ելակները սովորաբար, այսպես նայում եմ, մեկու մեջ կա, որ վատն է, ինքը չի նայում միտքը գնելուց, ուղղակի աչքը տեսածը վերցնում է ու կարծես թե խաղողը լավն է։ Այստեղ սեղ է բերել, տանձ և նեկտարինան արդեն դուրս է եկել, ինձ թվում է սա դեռ սառցարանի է ու դեռ թանկ է, բայց ընթացքում, որ արդեն Արտուրի աչքը տեսնում է, վերցնում եմ, կարծես թե սա սառցարանի է, հա դժվար թե։ Այսպես ելնես, Էրիկն ու մաման դեռ քնած են, ուր որ այ վեր կկենան, ես էլ էստեղ ամեն ինչ հավաքեցի, մաքրեցի,
2 հատ է մնացել մսից, պատկերացնում եք, երեխաները այսպես մեկ անկնդարթում կերան։ Ես էլ գործերս արեցի, վերջացրեցի, Արտուրը հիմա հաց կուտի ու Հայլին լոգարանի վերջապես կկախի։ Երեխաների սենյակի պահարանը պետք է հավաքենք դականի, որովհետև այսօր 2-3 շաբաթ սպասելուց հետո եկել է ու քիչ-քիչ ամեն բան կարծես իր տեղն է ընկնում։ Այստեղ էլ սիրելիներս վերջապես պատրաստ է կոշիկների համար նախատեսված դարակ։ Այսպես Սա էլ էսպես սիրելիներս